Ռիսկը ինչ է նշանակում, ռիսկը մի քիչ վախենալու բառ է։ Դու կարող ես լավ ցանկություն ունենաս ռիսկի գնալու, բայց դու այդ կարողությունը չունես։ Գուցե ամեն մարդու համար չի դա, թե ուղղակի քիչ ինֆորմացիա ունենք ներդրումների մասին։ Քո հարստությունը, եթե ուզում ես պահպանես, ներդրումներ պետք է անես։ Ինչ անի այդ այթիշնիկը, այդ իր 30,000-ը։ Դրա լավագույն լուծումներից մեկը բանկային ավանդն է իրականում։ Ավանից թված հակառակը փորձում ենք ավանդից գնալ դեպի պարտատոմսերը։ Բայց նաև բանկերի կողմից թողարկած պարտատոմսերը։ Մեր կյանքի ամենակարևոր մասերից մեկի մասին մենք ոչ մի բան չգիտենք։ Երբեք ներդրումներ կատարելուց պրոֆեսիոնալների մի լս։ Մենք ընկերություն ենք, որոշեցինք այդ քայլին դիմել, ուր ենք գնում, ինչ ենք անում։ Գալիս է Conversbank։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, սիրելի YouTube-հայություն, բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց մի թողեք, ոչ մի թողարկում, կարող եք նաև լսել այս ոդկասթը բոլոր ոդկասթային հարթակներում, իսկ այսօր մեր հյուրն է Գրիգորի Զաքարյանը, Conversbank-ի ներդրումային դեպարտամենտի տնօրենը, ու միանգամից առաջի հարցս, sense մի հատ հիպոթետիկ իրավիճակ, տատիկը ժառանգում է բնակարան կամ պապիկը ժառանգում է $100,000 իմ հետ չի պատահել, բայց ինչ որ մարդկանց հետ հավանաբար, ինչ անել, որպեսզի խելացի վարվել այդ գումարի հետ։ Շնորհակալություն հրավերի համար, շատ լավ հարց եք տալիս միանգամից։ Եկեք փորձենք բացատրենք, հա։ Նախ պետք է հասկանալ ում է ժառանգել այդ ամեն ինչը։ Նարեկին։ Հա, եթե Նարեկին է ժառանգել, 41 տարեկան շատ հայ։ Այո, շատ կարևոր է ներդրողը իր համար ձևավորի ներդրումային հորիզոն։ Դե քանի տարով է ինքը ներդրումներ կատարելու եւ ինչի համար է նախատեսված այդ ներդրումները։ Դրանից հետո պետք է ինքը ձևավորի իր ռիսկի ախորժակը։ Թե ինչ ռիսկի եմ ուզում դիմեմ այս ներդրման համար, հա, այս կոպիտ ասած այս գումարը, որ ինձ ժառանգել են, արդյոք ես ուզում եմ միանգամից որ չզոքանա, չեղարկվի, թե ուզում եմ ավելի երկարաժամկետ ինտերվալում ներդրումներ անեմ, ստանամ դրանից ինչ որ շատ երկարաժամկետ արդյունքներ։ Ընդհանրապես ասած ներդրումները հենց երկարաժամկետին են ուղղված, հա, կարճաժամկետ ներդրումներ, եթե դուք դրանով եք ուզում զբաղվեք, պետքա չանեք։ Արագ հարստանալ չի ստացվի։ Արագ հարստանալը կստացվի, բայց ոչ այսպես։ Արագ հարստանալ ստացվում է մեկ այլ ուղիներով, իսկ ներդրում անողը, գիտեք ինչպես է, ինչպես օրինակ տունը ինչպես են սարքում, ամեն մի քարը դնելուց ինքը կառուցվում է։ Եվ այդ իմաստով պետքա երկար նայել ներդրմանը, պետքա պատրաստ լինել, որ ներդրումները կարող են ժամանակի այդ ընթացքում նաև ունենալ վնասներ եւ կարողանալ պատրաստ լինել այդ վնասները tolerate անելու, այսպես ասած, տանելու, դիմակայելու այդ վնասներին։ Եվ եթե այդ ամեն ինչը կա ձեզ մոտ, եթե դուք պատրաստ եք երկար ժամանակ սպասել եւ պատրաստ եք որոշակի վնասներ կրեք այն ժամանակահատվածի ընթացքում, ապա այո, դուք ներդրող եք, պետք է արդեն ձեզ համար սկսել ձևավորել ներդրումային պորտֆել։ Ո՞նց է դա սկսվում, որտեղից սկսել սովորական մարդուն։ Ու ռիսկը ինչ է նշանակում, ռիսկը մի քիչ վախենալու բառ է, այսինքն ինչ որ ներդրումային ձևեր կան, որ ավելի ռիսկային են, քան մյուսները, որոնք են դրանք։ Այո, ընդհանրապես ֆինանսներում գոյություն ունի այսպես կոչված risk free ներդրումներ, որոնք չունեն ռիսկ։ Դրանք որպես կանոն պետական արժեթղթերն են, օրինակ risk free rate, այսպես են ասում, հա։ Ամերիկայում դրանք treasury-ներն են, ամերիկյան հանրապետական պարտատոմսերն են, որոնք համարվում են, որ դրանք դոլարային են արժեթղթերն են, որոնք չունեն ռիսկ։ Նշանակում է դրանք չեն վարկային ռիսկ չեն պարունակում իրենց մեջ եւ դեֆոլտի չի գնալու այդ ամեն ինչ։ Դա բազային տոկոսադրույքների համար որոշելու, թե եթե դու ուզում ես, որ ներդրում կատարես ոչ ռիսկային արժեթղթերում, ապա քո սեգմենտը դա է։ Այդ տարին 6-8%, հա, ինչ որ տենց։ Չէ, այս պահին դա 4-4.3%-ի մասին է խոսքը գնում, հա, շատ ավելի քիչ դոլարային արտահայտությամբ, ժամանակներ կար, որ դրանք 0-ին մոտիկ էին, ասենք սրանից մի 10 տարի առաջ, հիմա մի քիչ ավելի բարձր է, որոշակի մակրոտնտեսական խնդիրներից ելնելով այդ տոկոսադրույքները բարձրացել են, բայց դրանք համարվում են ոչ ռիսկային։ Նույնը օրինակ Հայաստանում, Հայաստանի հայկական պետական պարտատոմսերն են։ Մեր պետության կողմից թողարկված արժեթղթեր են, որոնք դեֆիցիտի ֆինանսավորման համար բյուջեի, դրանք նույնպես համարվում են ոչ ռիսկային եւ դա ձևավորում է մեր բազային տոկոսադրույքները։ Մերը քանի տոկոսի։
Մեր արժեթղթերը, ասենք, խոսքը վերաբերում է 1 տարուց սկսած մինչև 30 տարեկան պարտատոմսեր են, 1 տարվա տոկոսադրույքները մոտավորապես 8.5% են։ Ամերիկայում կրում ենք։ Ամերիկային կրում ենք, բայց իմացեք, սա դրամային արտահայտությամբ է, ոչ թե դոլարային։ Իդեպ Ամերիկային կրում ենք նաև մեր եվրոբոնդերով, որտեղ եվրոբոնդերի տոկոսադրույքները, այսինքն Հայաստանի կողմից թողարկած արտարժութով արտահայտված պարտատոմսերի տոկոսադրույքները եւս բարձր են։ Բայց այդ գրելը հարաբերական է դրա մասին հետ խոսենք։ Այո, եթե այդ դա Սերգեյ ջան, դա ոչ ռիսկային արժեթղթ է։ Եթե չեք ուզում ոչ մի ռիսկի դիմեք, ապա ձեր ներդրումները։ Ռիսկայիններն էլ ասեք, որ իմանանք որտեղ չներդնենք։ Դրանից Տեսլան։ Դրանից հետո գնում են այն արժեթղթերը, որոնք որոշակի վարկային ռիսկ են իրենց մեջ պարունակում։ Օրինակ, այսպես կոչված ներդրումային գրեյդ ունեցող արժեթղթերն են, որոնք թողարկվում են ընկերությունների կողմից, ձեռնարկությունների, մասնավոր հատվածի, հա, մասնավոր։ Ենթադրենք Google-ի պարտքային արժեթղթեր։ Ընդհանրապես գրադացիան, եթե նայենք, հա, կան պարտքային եւ բաժնային արժեթղթեր, ու գլոբալ, հա։ Պարտքային արժեթղթերը դրանք ոնց որ ներդրողը պարտքով գումար է փոխանցում այդ ընկերությանը հետագայում հետ վերադարձնելու պայմանով, այսինքն եւ տոկոսներ ստանալու պայմանով։ Բաժնային արժեթղթերի դեպքում դուք ուղղակի ներդրում եք կատարում իր կապիտալում եւ մասնակցում եք ըստ էության նրա կառավարման։ Եվ դա պարտք չի, դա հետ տալու որևէ պարտավորություն չկա, դա ուղղակի ձեր մասնակցությունը հավաստող փաստաթուղթ է։ Հիմա երկրորդ ավելի քիչ ռիսկային, սակայն ավելի շատ ռիսկային, քան պետական արժեթղթերն են, հենց պարտքային արժեթղթերն են կորպորատիվ ընկերությունների կողմից թողարկված։ Եվ էլի, եթե քո ռիսկի նկատմամբ քո զգացումը, հա, կամ քո տրամադրվածությունը, մի քիչ այդ բառերով ասեմ, էլի, ավելի ցածր է, դու պատրաստ ես շատ մեծ ռիսկի դիմես, դու կարող ես դիտարկել հենց արժեթղթերի այդ սեգմենտը, որը մի քիչ ավելի քիչ ռիսկային է։ Որտեվ հաջորդը արդեն գալիս են բաժնետոմսեր։ Եվ դրանք շատ ավելի ռիսկային են, քան նախորդ երկուսը վերցրած։ Եվ դրանից բխող եւս արդեն ավելի ռիսկային արժեթղթեր, ածանցյալ գործիքներ եւ այլն, շատ տարբեր։ Գիտեք, դա ջունգլի պես բան, ամեն ինչ կա։ Ամեն կենթանի, ամեն, չգիտեմ, ֆաունա եւ ֆլորա այդ ներդրումային աշխարհում կա։ Շատ ինֆորմացիան միանգամից որ գալիս է, այդ բնակարան ժառանգություն ստացածը մտածում ավելի հեշտ չի հանձնեմ, համ շարունակի բնակարանը մնալ, համ ստաբիլ ինչ որ եկամուտ է, այլ գուցե ամեն մարդու համար չի դա, թե ուղղակի քիչ ինֆորմացիա ունենք ներդրումների մասին։ Չգիտեք, դուք նորից ներդրման մասին խոսացիք։ Երբ որ դուք ասում եք իսկ ավելի լավ չի հանձնեմ, դա էլ է ներդրում։ Դա կոչվում է real estate ներդրում, դա եւ ֆինանսների մեջ կոչվում է ալտերնատիվ ներդրումներ, հա, որոնք ժողովրդի մեջ անշար կամ անշարժ գույքի մեջ ներդրումներ, այո։ Դրանք էլ են իրենց հերթի ներդրումներ, որովհետեւ ըստ էության ինչ եք անում, դուք գումարը ներդրել եք, ձեռք եք բերել անշարժ գույքը բերում է ձեզ հավելյալ եկամուտներ, ասենք հատուցում է ձեզ եկամտի տեսքով որոշակի երկար ժամանակահատվածում։ Ընդ որում ալտերնատիվ այդ ներդրումները դրանք էլ են համարվում ռիսկային, իմ ասած նախորդ երկուսի համեմատ, որովհետև այդտեղ կա նաև անշարժ գույքի շուկայի հետ կապված որոշ, ասենք, յուրահատկություններ, որոնք ազդում են եւ անշարժ գույքի գնի վրա եւ վարձակալության գնի վրա, բայց դա եւս պետքա դիտարկել։ Եվ ընդհանրապես այդ ցանկացած ներդրում կամ ներդրում կատարելուց առաջ, հա, պետքա մտածել պորտֆելի իմաստով, հա, portfolio wise։ Այսինքն հիմնական սկզբունքը ո՞րն է ներդրում կատարելու, բոլոր ձևերը մի զամբյուղի մեջ չդնել։ Դա շատ պրիմիտիվ կանոն է, դիվերսիֆիկացիայի, հա, եւ այդ իմաստով, այո, պետքա ներդնել տարբեր asset class-երի մեջ, տարբեր ակտիվների մեջ, այդ թվում նաև հնարավոր է որոշ մասը ներդնել անշարժ գույքի մեջ։ Okay, մի պահ եկեք իջնենք իմ մակարդակի ու մի փոքր կրթենք։ Ինձ ես ճիշտ եմ հասկանում, որ արժեթղթերը ու բաժնետոմսերը դրանք տարբեր բաներ են ու բաժնետոմսը այդ օրինակ Google-ն է, որ դու դառնում ես դրա սեփականատեր մի փոքր մասի։
ու այդ դեպքում դու շահում ես այն դեպքում, եթե Google-ի ակցիաները բարձրանում են, քո եղած մի ակցիայի գինը բարձրանում է։ Իսկ այն մյուս դեպքում, արժեթղթերի դեպքում ինքը անկախ նայած ինքը ինչա կատարվում այդ կազմակերպության հետ, մեկը ամեն ամիս պետք է ինչ-որ դիվիդենդ է քեզ տալիս կամ կես տարին մեկ կամ Շատ մոտավորապես, այո, ուղղակի այստեղ տերմինների տարբերություն կա՝ պարտատոմսեր եւ բաժնետոմսեր։ Այդ երկուսը միասին դրանք երկուսն էլ արժեթուղթ են։ երկուսն Այո, պարտատոմսը դա պարտքային ինստրումենտ է եւ դու պարտքով գումար ես հանձնում այդ ընկերությանը, նա պարտավորվում է եւ գումարը հետ վերադարձնի եւ այսպես կոչված արժեքտրոնային եկամուտը, հա, ձեր ասած դիվիդենտը։ Չէ, դիվիդենտը հենց բաժնետոմսին է վերաբերում։ Իսկ պարտատոմսին արժեքտրոնային եկամուտ է, որը տոկոսի տեսքով հաշվեգրում է, ստաբիլ, ինչ որ պերիոդը մեկ վերադարձնում է ինվեստորին։ Բաժնետոմսի դեպքում դա դիվիդենտն է, որը անկանխատեսելի է ի դեպ, կարող է գալ, կարող է չգալ, որովհետեւ բաժնետոմսի դիմաց շահաբաժին դիվիդենտ վճարելու պարտականությունը ըստ էության չկա։ Դա որոշվում է ամեն տարի ժողովի կողմից եւ կարող է այս տարի որոշել, որ տալիս ենք, մյուս տարի որ չենք տալիս այդ բաժնետոմսի դիմաց դիվիդենտ։ Այնուամենայնիվ, անգամ եթե չեն էլ տալիս, բայց ընկերությունը լավ է աշխատել, դա գնի մեջ արտացոլվում է։ Գինը բարձրանում է այդ ընկերության։ Հիմա Հայաստանում ինչքան կան տենց Google-ներ կազմակերպություններ, որոնք բաժնետոմս են, հա, ստեղծում, ներդնում ու ոնց կողմնորոշվել են դեռ։ Ես գիտեմ Heads-ը կա, բայց կան նաև մասնավոր այլ ընկերություններ։ Պատկերացնենք ինչ որ շարումանոցների ցանցը շատ լավ աշխատում է ու դու գիտես որ շատ լավ շարումա են արտադրում, առնում ես իրանց բաժնետոմսը, ոնց վստահ լինես, որ դա ճիշտ որոշում է, ոնց են մարդիկ կողմնորոշվում։ Օրինակ ձեր փորձում էլ կան եղել է, չէ՞, ինչ որ մասնավոր ընկերություններ, որ գնացել են IPO-ին, թե ոնց է կոչվում, ու կան, որ տենց միանգամից մարդիկ գնել են դա, կան, որ դեռ մտածում են, որտեղ կողմնորոշվում են։ Նայեք, եկեք տարանջատենք, հա, ուրեմն Հայաստանում ցավոք սրտի շուկան ավելի չկա բաժնետոմսեր, շատ քիչ քանակությամբ բաժնետոմսեր թողարկող ընկերություններ կան։ Այդ բաց բաժնետիրական ընկերություններն են ու հիմնականում դրանց քանակը փոքր է, դրանց բաժնետոմսերը այդքան էլ շուկայում շատ չեն շրջանառվում, այդ մեր շուկայի սպეციფიკան է, չկա դրա պահանջարկը շատ, հա։ Թողնենք այդ բաժնետոմսերի մասը մի կողմ, դեռ մի պահ, բայց կան պարտատոմսերի շուկա կա եւ կան թողարկողներ, մասնակիցներ, որոնք այս մանավանդ վերջի 10 տարում ակտիվացել են ու այդ շուկան գնալով տարեցտարի աճում է, ամեն տարի նախորդ տարվա վրա այո ձևավորում։ Հիմա վերադառնանք նրան, թե այդ շաուրմանոցները, հա, կոպիտ ասած, թեպետ չկան դեռևս շաուրմանոցներ, որոնք թողարկել են, բայց կան այլ ընկերություններ, որոնք թողարկումներ են կատարել պարտատոմսեր եւ պարտք են հավաքել շուկայից։ Որն է առավելությունը պարտք հավաքելու շուկայից։ Ընկերությունները իրենց գործունեությունը ծավալելու համար միշտ փողի կարիք են զգում։ Եվ այդ բիզնեսը ընդլայնվելու տեսանկյունից շատ կարևոր է նոր ֆինանսներ ներգրավել։ Այդ նաև կարող է այլ նպատակով էլ ներգրավեն, օրինակ իրանց պարտքային բեռը իջացնելու, պարտքային բեռի ծախսատարությունը իջացնելու, բայց նաև շատ կարևոր է իրանք էլ դիվերսիֆիկացիա անեն, ներգրավեն ավելի շատ մարդկանցից, քան մի հոգուց, քան օրինակ մի բանկից վարկ վերցնեն, կարող են մտնել կապիտալի շուկա, ստեղծել պարտատոմսը տանել տեղաբաշխել, ու տեղաբաշխմամբ նաև Կոմերցբանկն է զբաղվում, բնականաբար ստեղծելով եւ տեղաբաշխելով, եւ այդ պարտատոմսերը գնում են արդեն ֆոնդային բորսա գնանշվելու։ Դա կոչվում է, այդ փուլը արդեն կոչվում է երկրորդային շուկա, երբ որ պարտատոմսը թողարկվեց վերջացավ, գնում է հիմա երկրորդային շուկայում շրջանառվում է, բոլորը տեսնում են, որ հնարավոր է դա գնել եւ վաճառել։ Եթե ո՞նց են տեսնում, ինչ որ հատուկ էփերի միջոցով, թե ինչ որ ընդհանուր բորսա կա։ Բորսա կա Հայաստանում, Հայաստանի ֆոնդային բորսան է, եւ այնտեղ միշտ գնանշումներ կան։ Երբ որ այդ պարտատոմսերը, որոնք թողարկվել են արդեն ի վերջո եւ արդեն ձևավորվել է արժեթուղթը, ինչ որ մեկը կամ ոմանք, որոնք ինվեստորներ են, նույնպես իրանք
գնային, ասենք, առաջարկ պահանջարկ են ձևավորում այդ բանի հարթակներում, հա, ֆոնդային բորսայի հարթակներում եւ երբ որ մտնեք site, IMX-ի site կամ նաեւ այս պահին ունեն նաեւ իրենք լուծումներ թվային, հա, մոբայլ տարբերակով, որ դուք հասանելիություն եք ունենում այդ գների, դուք այդ ամեն ինչը տեսնում եք եւ դրանց ունեք հասանելիություն այդ գներով առքու վաճառք կատարելու տվյալ արժեթղթերով։ Իսկ ո՞նց այդ ճանապարհը, այդ մենք ընկերություն ենք, որոշեցինք այդ քայլին դիմել, ուր ենք գնում, ինչ ենք անում։ Գալիս է Conversbank։ Ահա։ Այո, միանգամից գալիս է Conversbank, այդ ընկերությունը մենք գնահատում ենք ընկերությունը որքան է պատրաստ թողարկում կատարելու համար։ Աուդիտ եք տենց անում, մանրակրկիտ թե։ Այո, մենք կա ֆինանսական աուդիտ, հա, արտաքին աուդիտ, ֆինանսական, որոնք պետք է այդ ընկերությունները անցնեն կամ անցած լինեն, կամ եթե դա դեռևս չի կազմակերպվել, մենք օգնում ենք այդ հարցով, որ իրենք կազմակերպեն այդ ամեն ինչը։ Մենք բարձրացնում ենք նաև կորպորատիվ կառավարման, ավելի ճիշտ կուլտուրան իրենց մեջի կամ փորձում ենք ներդնել այնպիսի կորպորատիվ կառավարման ստանդարտներ, որոնք անհրաժեշտ են նման կարգի, ասենք, ընկերություններին կապիտալի շուկաներ մտնելու համար, որովհետև շատ կարևոր է, թե դու ում ես վստահում քո փողը, հա, ինվեստորը, ներդրողը։ Այսինքն եթե մենք շաուրմայի ցանցենք, դժվար մենք օրինակ տենց բորդ ունենանք, sense տնօրենների խորհուրդ, բան, դուք ռեկոմենդացիա եք անում, թե իմպերատիվ ասում։ Այո, չէ, գիտեք ինչ, կան պահանջներ, որ պետք է ունենաք, մենք ոչ միայն ռեկոմենդացիա ենք անում, նաև օգնում ենք ձեզ, որ դուք ձևավորեք այդ ամեն ինչը, այսինքն այդ կորպորատիվ կառավարման ստանդարտները, որոնք ի վերջո ձեր բիզնեսին են օգնելու, որպեսզի ավելի բիզնես ավելի պատրաստի լինի, ավելի դիմակայի, հա, հնարավոր մարտահրավերներին, ել չասեմ, որ կապիտալի շուկան մտնելուց հետո ունենա հաջողություններ, որովհետև այդ հաջողությունը դա նա է, որ ներդրողը քեզ վստահում է, յուրաքանչյուր հաջորդ արդեն տեղաբաշխման դեպքում ինքը գիտի ում հետ գործ ունի եւ դա երկարաժամկետ ինտերվալում մեծ բենեֆիտներ է տալ ընկերություններին։ Ունենք ինչ-որ իրական մեր կյանքից այդպես պատմություններ, որ Այո, մենք շատ, դե մենք արդեն այս վերջի 2 տարին երևի 5 դեպք ունենք, որ կատարել ենք, որից երկուսը լավ տենց ծավալով եւ public, հա, ասենք հրապարակային թողարկումներ են եղել, հենց վերջինը անցած ամիս վերջացրեցինք, օգնեցինք եւ տեղաբաշխում կատարեցինք Վարդանանց բժշկական կլինիկայի համար 1 միլիարդ դրամի չափով, իդեպ վաղը ցուցակվում է արդեն այդ արժեթղթերը ֆոնդային բորսայում եւ բոլոր նրանք, ովքեր դիցուկ չեն հասել մասնակցել այդ պարտատոմսերի տեղաբաշխման ընթացքին, կարող են նաեւ արդեն երկրորդային շուկայում բորսայի ձեռբերում կատարել։ Լավ ներդրում, մարդիկ շարունակելու են հիվանդանալ իմ կանխատեսելով։ Մարդիկ, գիտեք, ուրեմն մի շատ լավ ֆինանսիստ կար ամերիկյան, ինքը երբ որ խորհուրդ էր տալի, թե որտեղ ներդնեմ, ինչ անեմ, հա, ասենք ինդիվիդուալ ինվեստորն են, Պիտեր Լինչը։ Ասում էր, նախ դուք այդ նայեք այդ ծառայությունից օգտվում եք, թե չէ։ Ձեզ մոտ են այդ մարդիկ, թե չէ։ Ընկերությունը ընդհանրապես հասկանում եք, այդ բիրա ձեզ համար հասկանալի է, թե չէ։ Անհասկանալի բաների մեջ ներդրում մի կատարեք, այս Վարդանանցը հենց այդ кейսն է, որ բոլորս հասկանում ենք, բոլորս օգտվում ենք այդ ծառայություններից եւ շատ հեշտ է, հա, այդ մարդկանց ներդրում անել, այդ մարդկանց կողմից թողարկած պարտատոմսերում։ Այո, շատ լավ кейս է եւ մենք հույս ունենք, որ նմանատիպ ընկերություններ, մանավանդ ինքը առաջի այսպիսի դեպքն է բժշկության ոլորտի, մենք կուզենք, որ ավելի շատ տեսնենք բժշկության ոլորտի ընկերություններ, որոնք պատրաստակամություն կունենան թողարկում կատարելու, տեղաբաշխելու պարտքային իրենց արժեթղթերը, ինչու, որովհետև հենց իրենք վերազինման նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման կամ բիզնեսի ընդլայնման, գիտեք, բժշկությունը ինչ զարգացող, այո, միշտ այդ կարիք ունեն ֆինանսների եւ մենք պատրաստ ենք աջակցել, հասցնել մինչեւ կապիտալի շուկա իրենց ու տեղաբաշխելու։ Վեդի Ալկոն մեր երիտասարդության գինիներով շարունակում է մեզ ուրախացնել։ Այս ողջ հաղորդման ընթացքում եմ, որ sense մերթ ըմպում ենք, դա Գետապ Վերնաշեն նռան գինիներ։
Das Վերնաշեն թե Արենի։ Ձեր շատ հաճելի էր, բայց ամոթն էլ լավ բան, կնիկ ջան գնացի։ Արի տաքսի կանչենք, Արկադիկ։ Դու չգիտես, որ ես խմում եմ ավելի լավ եմ նշում, քշում։ Մի անգամ կենտրոնից Ծաղկաձոր աղբերը 12 րոպեում հասել։ Շատ հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է որ մենք Շումախերի սենսեին ենք, GTA-ի մեջի Ֆրանկլինը, Նիկոլաս Քեյջը ու գնաց за 60 սեկունդի մեջ։ Եղբայրս կամ քույրս, դա այդպես չէ։ Հարբած ղեկի նստելով վտանգում ես քո եւ ուրիշների կյանքը։ Խաղաղվիր, տաքսի պատվիրիր։ Վեդի Ալկո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Լավ, պատվիրեք ձեր տաքսին։ Բայց ես եմ ասում ոնց քշի։ Ահա։ Okay, sense մի հատ իրական կյանքից վիճակ, որտեվ ես ուզում եմ պատկերացնեմ ոչ միայն մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ ոնց են ներդնելու, այլ ավելի հասարակ մարդիկ։ Օրինակ IT-շնիկ, որը կուտակել է, ասենք $30,000 ու մի 2 տարուց ուզում է տուն առնի։ Այդ 2 տարվա ընթացքում ինքը կուտակելու է, բայց այդ 30,000-ը ուզում է որ այնց մաքսիմալ արդյունավետ լինի։ Ինքը ունի 1-2 տարի, որն է ամենալավ, քանի որ համեր խորհրդատվություն եք տալիս, չէ՞, մարդկանց, որտեղ ավելի արդյունավետ տեղաբաշխվել, ինչ անի այդ IT-շնիկը, այդ իր 30,000-ը։ Դե նայեք, դուք հիմա ասում եք մի բան, որ այդ մարդուն այդ գումար 2 տարի հետո արդեն այլ ներդրում կատարելու համար պետք է։ Ասեն ինքը պետք է որոշակի ժամանակահատվածով շատ իրացվելի պահի, հա։ Հա, ինքը գիտի 2 տարի իրացվելու, չքնած։ Ընդհանրապես իր ժամանակային հորիզոնը 2 տարի է։ Դրա լավագույն լուծումներից մեկը բանկային ավանդն է իրականում։ Ավանդից թված հակառակը փորձում ենք ավանդից գրել դեպի պարտատոմսերը։ Բայց նաև բանկերի կողմից թողարկած պարտատոմսերը, հա, որոնք կարող են, որոնք գիտեք, հենց այդ բանկերի իմինը բանկերի կողմից թողարկած պարտատոմսերը են կվազի ավանդներ են։ Հա։ Բայց այո, կարող են նաև, ինչու, որովհետև այդ պարտատոմսերի եկամտաբերությունը մի փոքր ավելի բարձր է, քան ավանդների։ Ու չի հարկվում, չէ՞, ինչքան։ Այո, եւ չի հարկվում, կա արտոնություն հարկման գծով, այդ տեսանկյունից գուցե ավելի լավ կլինի 2 տարով 2 տարեկան պարտատոմս առնի, որպեսզի այդ մարումից առաջ արդեն գոյացած միջոցներով ներդրում կատարի, ուր ասեցիք, տուն առնելու, տուն առնելու։ Իսկ ներդրումների մեջ տենց ավելի լուրջ մտնելու համար, հա, մարդ որ որոշում է դրանով պետք է զբաղվի, կան չէ՞ տենց պսիխոտիպ մարդու, ում տենց հակացուցված է, մարդու ում ավելի տենց խրախուսելի է։ Շատ լավ հարց եք տալիս։ Ուրեմն մարդու հենց այդ պրոֆիլը, հա, պետքա խորհուրդ տալուց լավ հասկանաս ու գնահատես, որպեսզի ինքը որոշակի ստրեսների մեջ չընկնի, որտեվ ներդրումները, ես ասեցի, կախված է ռիսկերի հետ, հա, օրինակ, ինչ է նշանակում ռիսկ, որ ասում ենք ռիսկ, այդ ինչ է։ Այդ հարցին անդրադարձեք, բայց չպատասխանեցինք այդ հարցին։ Ռիսկը մի քանի տեսակ ռիսկ կա, ներդրումը դրեցիր կորցնում ես։ Դա կոպիտ ասած վարկային ռիսկն է, հա։ Կապիտալ ակնհայտ ռիսկն է։ Կա ուրիշ ռիսկ կա, գնային ռիսկ, հա, ու դուք դրել եք ու գինը տատանվում է։ Ընդհանրապես գնել եք 100 միավորով, հա, $100, հիմա իջել է 80, բայց ոչինչ տեղի չի ունեցել, դեֆոլտ չկա, ոչ մի բան չկա։ Հիմա որքան է ձեր այդ բանը ռիսկը տանելու ունակությունը, պատրաստ եք եւս ենթադրենք այդ 80-ը իջել, եւս պատրաստ եք մի հատ 70-ից։ Հիմա եթե արագ ծախեցիր, ընդունում ես քո պարտությունը, էլի, եթե կորուստը։ Ու այդ տեսանկյունից կան ինվեստորներ, որոնք ռիսկ ավերս են, իրանք չեն սիրում ռիսկ, չեն սիրում տանել տենց գնային տատանումներ։ Այդ մարդկանց դու պետքա խորհուրդ տաս, որպեսզի դնեն ավելի քիչ ռիսկային արժեթղթերում, որոնց մասին խոսեցինք, էլի, որպեսզի այդ գնային տատանումները իրանց լրացուցիչ ստրեսերի մեջ չգցի այդ մարդկանց, էլի, այտենց էմոցիոնալ։ Եվ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ ամեն ինչը տանել։ Այդտեղ երկու հանգամանք կա ընդհանրապես, հա, willingness, մեկը ability, անգլերեն այդպես է, ցանկությունը, հա, եւ կարողությունը։ Հիմա
Դու կարող ես լավ ցանկություն ունենաս ռիսկի գնալու, բայց դու այդ կարողությունը չունես։ Այսինքն պետք է խորհուրդ տալիս, գիտես ինչ, դու ընդհանրապես $1000 ունես ամբողջ կյանքում հավաքած։ Եթե դու ուզում ես այդ կարողությունն էլ դնես ռիսկի տակ, ոնց որ անում ես Լավ բան, չի։ հա, որը այդ տեսանկյունից հենց պորտֆոլիո մենեջերի խնդիրն է, կրթել, ասել, որ ինչ-որ մի բան են չես անում։ Դա տենց չեն անում։ Դու կարող ես դա դնել քիչ ռիսկային ակտիվներով։ Եվ կա հակառակը, որ մարդը ունի շատ մեծ կարողություն, բայց ցանկություն չունի։ Ներդրում կատարել։ Դա էլ է խնդրեմի դե։ Որտեղ ասում են ինֆլյացիա է ալնում, էլի այդ կարողությունը։ այդ կարողությունները ուղղակի պահվում են ոչ այն ակտիվներում, որոնք կարող են պոտենցիալ ձևով պահվել։ Okay։ Այսպես ասեմ, հա։ Էդ էլ է պետք կրթել, որովհետև այդտեղ կան էմոցիոնալ, ասենք, bias-ներ, որ մարդը չնայած նրան, որ ունի կարողությունը, հա, միլիոնատեր է, բայց չի ուզում ենթադրենք $5000 դնի ռիսկային ակտիվներում։ Այդ խնդրեմը դա էլ է պետք շտկել։ Եվ խնդիրը այն է, որ դու համապատասխանեցնես կարողությունների ու ցանկությունների այդ բալանսը, հա, եւ պորտֆելը ձևավորես հենց այդ բալանսի հիման վրա։ Առողջ մոտեցումը որն է, ենթադրենք այդպես ողջ բոլոր խնայողությունը, ասես մի հատ զգալի մաս ներդրեցինք, այն որ վարկն է, էլի նորմալ համարվում է, որ ամեն օր մտնում ստուգում ես քո ակտիվները ինչ եղան, թե որ այդպես մի տարի ոչ էլ մի հատ մտնում նայում ես, այդպես քաշվում ես մի կողմ, որն է ճիշտ։ Առողջ մոտեցումը նա է, որ դու նախորոք ձևավորես քո պորտֆելի ստրուկտուրան, որը կլինի դիցուկ, հա, 60%-ը բաղկացած պարտատոմսերից, 40%-ը բաժնետոմսերից։ Դու իմանաս այդ պարտատոմսերը ինչ ռիսկայնության պրոֆիլ ունեն, քեզ նախորոք ասեն, այս է քո պրոֆիլը, նույնը բաժնետոմսերի պրոֆիլ ունենաս, դու այդ ներդրումը կատարես, պրոֆեսիոնալ մարդկանց տաս այդ ամեն ինչը կառավարելու, ինչա նշանակում կառավարել, նշանակում է, որ դրանց մարումներից գոյացած պարբերական միջոցները նույն համամասնությամբ ներդրել այդ պորտֆելի մեջ։ Ну, այդ շատ տենց բան ասած, էլի նկատի ունեմ, շատ պարզ ասած դա է կառավարելը, եւ դու ամեն օր չզբաղվես այդ թրեյդինգով, որովհետեւ ձեր ասածը թրեյդինգն է, որ դու Չէ, բացի թրեյդինգից, հենց զուտ շատ ներվայնանալը պետք չի, որովհետեւ այդտեղ էլի եմ ասում, որ ընթացքում շատ բաներ կարող են տեղի ունենալ, որ քո դուրը չգա եւ քո որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն ունենա, հա, օրինակ դու շտապես ազատվես այդ ամեն ինչից, որը դրա կարիքը չկա, պետք է սպասել։ Ու դու ոնց որ քեզ ինքդ քեզ վնաս ես տալիս, էլի այդ տեսանկյունից։ Դրա համար, երբ որ դու ունես այդ հորիզոնը, ասում ես, չէ, ես 4 տարի սպասում եմ։ Ինչ է լինի, ես 4 տարի ձևավորված է, բան, որտեղ մենք գնահատել ենք, որ 4 տարվա եկամտաբերությունը ակնկալվում է, այսքան եւ այլն եւ այլն։ Դու այդ գործողությունը պետք է անես, դու պետք է սպասես եւ անընդհատ ակտիվ չզբաղվես, հա։ Գիտեք, ներդրումները դա թրեյդինգը չի։ Հա, թրեյդինգը մի քիչ դա ավելի տենց ամենօրյա եւ ավելի ռիսկային ու ոչ պրոֆեսիոնալ մարդկանց համար ոչ ցանկալի գործողություն է, որը ես օրինակ երբեք խորհուրդ չեմ տալ, ինչ որ դրանով զբաղվել։ Մարդիկ ուզում են հարստանալ ու դիտարկում են ցանկացած ֆինանսական գործիք, ոնց արագ հարստանամ դրանով, բայց ինչքան հասկանում եմ, այդ արժեթղթերը ոչ թե հարստանալու միջոց են, այլ արդեն հարստացած մարդկանց ապահով զգալու միջոց է, հա։ Եթե մարդ ուզում է տենց մի քիչ ավելի ակտիվ լինի, երևի այդ դեպի թրեյդինգ է տանում, հա, որովհետև դա հենց բիզնես չի, տենց հարստանալու միջոց չի։ Այդ ուղղակի պետքա ճիշտ հասկանալ, որ մարդ չմտածի, օքեյ, էսա կան արժեթղթեր, գնամ շուտ միած տեղ առնեմ, էս շուտ ծախեմ, այն ծախեմ ու հարստանամ։ Տենց չդիտարկենք։ Շատ լավ միտք է, ես կվերցնեմ այդ միտքը, ասեցիք ներդրումները այդ հարստությունը պահպանելու միջոց է, հենց այդպես։ Քո հարստությունը, եթե ուզում ես պահպանես, ներդրումներ պետք է անես։ Այդ հարստությունը տենց է աշխատում, կոպիտ ասած։ Եվ այդ ներդրումները բերում են, ավելացնում են քո հարստությունը, բնականաբար, որովհետև իրենք ունեն որոշակի եկամտաբերություն, այդ ներդրումները, որ կատարում ես, ու դա էլ է պետք ներդրում անել։ Ասածս ինչ է, ասածս նա է, որ դա արագ հարստացման ձգտող մարդիկ պետք չի որ սրանով զբաղվեն, որովհետև դա արագ հարստացման եղանակ չի։
Եթե արագությունը 10-20 տարի չի, ուրեմն տենց չի։ Պետք է միշտ երկարաժամկետ մտածել ներդրումներ անելուց։ Երկրորդը շատ կարևոր կոմպոնենտ է նա, որ միշտ ներդրեք այն միջոցները, որոնք դուք չեք ծախսելու, այլ խնայելու եք։ Դա խնայողությունն է դառնում ներդրում։ Ահա։ Հասկանում եք, դուք եթե ձեզ չգիտեմ, 1 միլիոն դրամը ձեզ ամսական ծախսելու համար էր պետք չէ 1 միլիոն դրամը ներդնել, դուք պետք է դրանից ներդնեք օրինակ 200,000, որը դուք վստահ եք, որ չեք գտնելու, չեք ծախսել։ Եվ նույն ձև դուք այդ ձեր հարստության կուտակումը այդ տրամաբանության մեջ պետք է լինի, որ եւ այդ կուտակված հարստությունից ոնց որ գեներացված եկամուտը նորից պետք է ներդրում կատարվի։ Եվ այն մասը, որը դուք չեք օգտագործում ձեր առօրյա ծախսերի ընթացքում, եւ դա նույնպես պետք է խնայողություն դառնա եւ ներդրումներ։ Պատմում եք, sense բան մտածեցի, որ ամենակարևոր երևի մեր կյանքի ասպեկտներից մեկի մասին ենք խոսում, ու դրա մասին ոչ մի կրթություն չենք ստացել։ Ընդ որում, եթե 90-ականներին եթե ինչ որ կարելի էր գցել նրա վրա, որ այդպես խորհրդային ինչ որ մեքենայի մնացորդներն էր համակարգը բանման, այնպես չի որ հիմա այդ սովորացնում են։ Այստեղ ինչ որ այդպես որտեվ նման այդպես բանի ծյորը զարգվրել կա, հա, որ պետք չի բոլորին սա սովորացնել, որ բոլորը չհարստանան ու հարստանալը այդպես չդառնա բոլորի համար շատ քիչ, այլ ընդհանրապես ոնց է դες գալիս որ մեր կյանքի ամենակարևոր մասերից մեկի մասին մենք ոչ մի բան չգիտենք, բայց ասենք ինչ որ քիմիա ենք դպրոցում շատ խորացված սովորում։ Գիտեք, չգիտեմ այդ հարցի պատասխան, երևի ինչ որ ակադեմիական կրթության մեջ կան բացեր, գուցե նաև ֆինանսները պետք է ակադեմիական լինեն դպրոցներում։ Օրինակ, որ մի քիչ ավելի այդպես մտածեն, եթե չեմ սխալվում, կան դպրոցներ, որոնք հիմա տնտեսագիտության ինչ որ բազային էլեմենտներ են անցնում, շատ ավելի վաղ տարիքից, միջին դպրոցում։ Այ իրանք ավելի շատ օրինակ մենք էլ ենք անցել Բրյուսովում, բայց դա տենց են դասական ինչ որ։ Չէ, Բրյուսովը արդեն բարձրագույն կրթության ժամանակ։ Հա, ավելի վատ էլի, հա, եմ բայց այդ wealth management-ի մասին չի ամեն դեպքում դա էլի, դա ինչ որ տես rent, բան, չգիտեմ, ինչ որ հարկման, sense գաղափարների մասն է։ Այ զարման ուղղակի էլի բարձրաձայն մտքով կիսվում, որ ինչի է ամենակարևոր բանը բացակայում ամերիկյան։ Դե երևի դա մենք էլ պետք է, ընտանիքներում էլ պետք է դա ներդրվի, հա, չգիտեմ, մենք պետք է որոշակի ձևով մեր երեխաներին դա սիրակենք, որ իրանք մտածեն նաև իրանց ապագայի, իրանց հարստության մասին։ Ոնց են պահելու, ոնց են շատացնելու։ Ինչպես են ի վերջո ինչպես են ծախսելու այդ ամեն ինչը, հա, որովհետև դա, գիտեք ինչ է, հարատև process է, երկար process է, քո ամբողջ lifetime-ը դրանով է զբաղված մարդը։ Կապիտալիստական աշխարհում մարդը ամբողջ կյանքում դրանով է զբաղված։ Այդ ավելի աղքատ երկրներում են, որ մարդիկ զբաղված են իրենց առօրյա, ասենք, չգիտեմ, ծախսերը հոգալով։ Իսկ այն մարդիկ, որ ծախսերից զատ մի քիչ ավելի շատ գումար են վաստակում, այդ խնդիրը իրանց առջև դրած է։ Պետք է լուծեն, բա լավ ինչ անենք, ավել սուկը։ Որտեվ դա ըստ էության այդ ավել մասն է, որը դու պետքա ճիշտ տնօրինես ու տնօրինես ապագայի համար։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Մեր մոտ այդ որ ասեցի, ես էլ հիշեցի, ամենահայկական ձևը որն է, որ ընդհանրապես մարդ որ չունի ֆինանսական կրթություն, բայց գիտի որ ինչ որ ձև պետքա պահել, հա, այդ հարստությունը բան, մեր մոտ եղանակը մեկն է, գնալ ոսկի առնել։ Ինչ որ մի ոսկե զարդ առնել, ինչ որ բան առնել, ոնց է լինի ոսկին է, կթանկանա ու լիկվիդային է, պահիտակ կծախի։ Ոսկու հետ համատած ոնց է այդ ֆինանսական գործիքները։ Նայեք, ոսկին ինքը ֆինանսական ակտիվ է։ Կա ոսկի, ասենք,
զարդի տեսքով, իհարկե, իդեպ դա էլ է ակտիվ, բայց ոսկին ստանդարտացված զուլակտորներով դա ֆինանսական ակտիվ է։ Ավելին ասեմ, ոսկին դուք կարող եք առնել առանց տեսնելու իրան, ինչի նկատի ունեմ, կոչվում է առարկայազուրկ մետաղ, առարկայազուրկ մետաղական հաշիվներ։ Դուք կարող եք գալ բանկ, իդեպ Commerce Bank, ասեք, գիտես ինչ, ես ոսկի եմ ուզում գնել, Բայց չտենամ այդ ոսկին։ չտեսնեմ, չշոշափեմ։ Ես պետք չի վերցնեմ, տանեմ, որտեվ դա էլ է, մի գլխացավանքել դա։ Չէ՞։ Հետո պետք է պահես, կամերա դնես, զենք ունենաս, 4 կիլոգրամ ոսկի։ Ինչ եք անել այդ 4 կիլոգրամ։ Ես չգիտեմ, Իսկ բանկերը, մեր բանկը եւ մասնավորապես եւ բոլոր այդ ֆինանսական ինստիտուտները, որոնք զբաղվում են այդ ֆինանսական ակտիվների առևտրով, կարող են ձեզ առաջարկել առարկայազուրկ մետաղական հաշիվներ, որոնցով դուք կգնեք այդ ոսկին, հաշվի վրա առկա կլինի դիցուկ 5 կիլոգրամ ոսկի, բայց դուք դա կտեսնեք թղթի տեսքով, ձեզ կտան տեղեկան, որ դուք ունեք այստեղ, բայց այդ ոսկին ինչ որ միտեղ կա։ Այո, մենք այդ ոսկին, նայեք, այդ ոսկին եւ այո եւ ոչ, Շրոդինգերի ոսկին է։ եւ այո եւ ոչ, ի վերջո այսպես է պայմանական է, երբ որ դա դուք ուզեք, մենք ձեզ կբերենք կտանք։ Մենք երբ որ ուզենք, մենք ինքներս էլ կբերենք այդ ամեն ինչը։ Ի նկատի ունեմ դա պայմանական է, հա։ Ֆիքսվում է այսօր էս գնով գնել, այսքանը իրանն է։ Ի վերջո դուք գնից էիք խոսում, չէ՞։ Դուք ասում եք գինը թանգանում է, բան ձեզ հետաքրքրում է որ ոսկին թանկանա, հետո վաճառեք ինչ որ բան ֆիքսեք, հա։ Եկամուտ ֆիքս։ Խոսքը դրա մասին է։ Այդ դեպքում ձեզ պետք չի այդ մետաղական ոսկու, ֆիզիկական ոսկու այդ առնչությունն ունենաք, որովհետև դա այլ կոստեր ունի, հա։ Բայց գրամով ալնելու, այսինքն թե գնով, ես ինչ որ բան ֆիքսված առնում եմ, եթե ոսկին թանկանում է, դա անդրադառնում է իմ այդ անհասկանալի ինչ որ բանի։ Այո, դուք առնում եք X կիլոգրամ կամ X գրամ կամ ունցիայով են որպես կանոն ամեն ինչը չափում, եթե քանակը չեք փոխի գինը բարձրացել, ապա ձեր ընդհանուր արժեքը մեծանում է ձեր հաշվի։ Այդ շատ հետաքրքիր է։ Այդ շատ հայկական պահ է։ Կարեք ոսկի առնեք, բայց այն գլխացավանքը չունենաք տանը պահելու, որ բարեկամներից հեռավոր մեկը իմանա, որ տանը ոսկի։ Արա, այդ դրորը միշտ զարմանում եմ, էլի, որ եթե գողություն է կատարվում բնակարանային, որոնք շատ են, պարզվում է, որ մի $50,000 ոսկի են գողացել ու ոչ մեկ չգիտեր, բայց հենց այդ մարդու տուն են գալիս։ Դեսեն շատ լավ է։ Հետո պարզվում է քերու, դվայորդնի, հարևանի, եսի ինչ, բարեկամ հերու իմացել է ինչ որ միշտ իմացող մարդ է ալնում։ Այդ այնց դեպքից խուսափելու համար էլ։ Իդեպ այո, ոսկին շատ հետաքրքիր է, վերջերս եւ նկատել եք գնի աճը ոսկու, տրենդը բոլորը ոսկի են գնում եւ այլ կենտրոնական բանկերը իրենք են ոսկի գնում շատ մեծ ծավալով, Չինաստանի կենտրոնական բանկը իր ռեզերվների մի մասը սկսում է ավելացնում է համալրումը ոսկիներով, ռուսական կենտրոնական բանկը եւ առհասարակ հիմա ոսկու գները որպես այսպես կոչված, չգիտեմ, safe haven են ասում էլի, որ գնաս ընդ, որ ամեն ինչից մարդիկ բախում են, գնում են ոսկի են առնում։ Այդ այնց պսիխոլոգիան եւ վերջի 2000 տարում գործում է մարդկության մեջ, եւ այդ տեսանկյունից գնի վրա ազդում է, այո, ինքը բարձրանում է, բայց ֆինանսիստները դրա այդ հարցը լուծել են, հա, իրանց սարքել են ֆինանսական ակտիվ, եւ դուք այդ որ խոսում էինք պորտֆելից, ակտիվներից, գնելուց, արժեթղթերը բան, ոսկին եւս մի հատ փոքր, ասենք, էլեմենտ է, որը կարող են լինել պորտֆելի կազմում, որպես, ասենք, տենց protector, հա, ապահովության համար, որ թող լինի մի մասն էլ օրինակ 5%-ն է թող ոսկով լինի։ Ու դա հնարավոր է անել առանց ֆիզիկական ոսկին պահելու։ Եթե մասնավորից ավելի sense ընդհանուրի գնանք, այս Տրամպի ադմինիստրացիայի ընթացքում շատ կտրուկ փոփոխություններ եղան շուկայում, կտրուկ անկումներ, հետո էլ ավելի կտրուկ մեկ էլ ամեն ինչ բարձրացավ, ինչ անալիտիկա է արվում, ինչ խորհրդատվություն է ձեր հաճախորդներին տրվում էս։ Նայեք, այո, վերջի ապրիլը շատ տենց ամիս էր, հա, ֆինանսական շուկաների համար, մասնավորապես պես ամերիկյան, ասենք, stock market-ի համար, էլի, բաժնետոմսերի շուկայի համար մեծ անկում գրանցեց, հետո որոշակի ածկոկ գրանցեց, կորեկցիա եղավ այդ ամեն ինչը։ Դա Տրամպի, հա, քաղաքականության հետևանքն է, որով ինքը փորձում էր տարիֆներ մտցնել այս կամ այն երկրների վրա, շատ ֆանտաստիկ տարիֆներ էր, որոնք հնարավոր չէր, հա,
Դրանք այդ տարիֆները մտցնելուց հետո առևտուրը ըստ էության կարող էր կանգնել, բայց երևի դա ինչ որ քայլ էր, որպեսզի այդ երկրները կան բանակցեն, ինչ որ տարիֆի ձևավորեն, փոխադարձ տարիֆի դեպի որքան է իրանց տարիֆը Ամերիկայի նկատմամբ, որքան է ամերիկյան տարիֆը այդ տվյալ երկրի համար, սա ինձ թվում է առևտուր անելու, քաղաքական առևտուր անելու համար տենց տրյուկ էր։ Եվ ոնց որ այդ դրա ազդեցությունը մարում է, կամաց մարում է, հետ ենք վերադառնում, մինչ այդ խոսակցությունները իրավիճակին հուսանք, որ չի կրկնվի, թեպետ հնարավոր է Տրամպի, ասենք, քաղաքականությունը հաշվի առնելով, հնարավոր են որոշակի էլի վայրի վերումներ, բայց այդ այդ հարվածը, որը միանգամից եղավ ու հիմա դուրս է գալի, երևի կչեզոքացվի, որովհետև այդ հարվածից ամիջապես հետո ամեն ինչ սկսեց բոլոր անալիտիկները սկսեցին մտածել, որ վերջն է շատ վատ է լինելու, բոլորի տնտեսությունը մտնելու ռեցեսիայի մեջ, գները բարձրանալու են ամերիկյան տնտեսության, որովհետև տարիֆները շատ բարձր են, հա, ներկրվող եւ այլն, դե բայց տարբեր շահերի կենտրոններ կան Ամերիկայում, այդ ամեն ինչ տենց հեշտ չի կատարվում եւ մենք տեսնում ենք բալանսավորում, այս պահին բալանսավորում։ Ու ընդվեմ, երբ դա լուրերից է գալիս, դա բացարձակ չի նշանակում, որ դա հենց ֆինանսական անալիտիկներն են այդ ասում, կարող ուղղակի դեմոկրատական ալիքա, որը ուզում է այս Տրամպի կտրուկ քայլերը մաքսիմալ նեգատիվ ցույց տալ, ու ասում է, «Վсё, մենք մտնում ենք երկրորդ մեծ դեպրեսիան»։ Ու այդ բանը մնում է, բայց այստեղ շատ դժվար է կողմնորոշվել։ Հիմա էսով ասում ես քաղաքական գործիչ, հա, քեզ ասում թե ֆինանսական անալիտիկ, որը անկողմնակալ է, իրան հետաքրքիր է միայն շուկան։ Ընդհանրապես, այո, շատ ինֆորմացիա, շատ խառն է, այդ աղմուկը շատ մեծ է ու դժվար է տարանջատել լավ էս աղմուկը ես ինֆորմացիա ոնց եմ օգտագործելու իմ անալիզը անելու համար, այդ տեսանկյունից, այո, շատ դժվար է, բայց մի հատ էլի լավ բան հիշեցի, ասում է, երբեք ներդրումներ կատարելուց պրոֆեսիոնալների մի լսի։ Ասում է, լսի քեզ, լսի կողքինիդ, չեմ անում, մի հատ հասկացի այդ ընկերությունը որտեղ է, ինչով է զբաղվում, լավ վստահ եղի, նոր այդ ամեն ինչը արա, դրա համար մեծ հաշվով այդ շատ անալիտիկ մտածողությունը, այդ շատ անալիտիկա օգտագործելը նաև կարող խանգարի մասնավոր ներդրողին, դո ինստիտուցիոնալ ներդրողին կարող է խանգարի, դրա համար այդ ամեն ինչի մեջ, այդ աղմուկի մեջ ինչ որ օգտակար բան գտնելը դժվար է։ Ես դայում էի այդ Տրամպի տարիֆների հետ կապված հետադարձ հայացքով ինչ կարելի էր անել։ Այն պահի տակ, որ ասեց վերջ 100, 200 ինչքան տարիֆներ են մտցնում, ամերիկյան այդ բորսան լավ ընկավ։ Հետո ասեց, օքեյ, Բրիտանիայի հետ պայմանավորվել եմ, Չինաստանի հետ մի քիչ պայմանավորվել ենք, ստեղի հետ պայմանավորվել ենք ու միանգամից վերև գնաց։ Այդ պահին կարելի էր լավ փող աշխատել, չէ՞։ Իդեպ արել են, հա, եւ իրանց մարդիկ ես վստահ եմ, ինքը ներկո օքու ասած կներ հեսա վերաբանակցելու եմ, բայց եթե այդ ինչա՞ եմ հարցնում, մենք քանի որ Google-ը ասեցինք, մենք ունենք հնարավորություն այդ արժե թղթերի մեջ նաև ամերիկյան արժե թղթեր առնել ու խաղալ Տրամպի այդ էքսցենտրիկ խաղերի վրա։ Այո, Converse բանկը նաև ուրեմն մատուցում է բրոկերային ծառայություններ, կարող եք ցանկացած արժե ցանկացած շուկայի Apple, չգիտեմ, Google։ Ես մի հատ Nike ունեմ, որտեղ վստահում եմ իրաց։ Տեսեք հակնում եք դրա համար Nike եկա։ Սեփականատիրոջ բանով եմ էլի մոտենում։ Ունենք այդ ծառայությունը մենք մատուցում ենք, այդ ծառայությունները հիմա մատուցվում է ավելի շատ ոնց որ call-ի տեսքով, հա, բայց մենք մանավանդ այն ինդիվիդուալ ներդրողների համար, հենց մշակման փուլում է գնում, մի քանի ամսից մենք ռիլիզ կանենք մեր բջջային հավելվածը ներդրումների հետ կապված, որտեղ կից կլինի նաև մեր բանկային հավելվածին եւ շատ արագ ցանկացած անձ, որը կուզենա ներդրում կատարել ցանկացած ըստ էության պրակտիկորեն շուկայում մեկ հպման միջոցով կընտրի այդ արժեթուղթը, կիմանա դրա գնի մասին պատկերացումներ, անալիտիկա որոշակի կունենա եւ մեր բանկի միջոցով այդ մի քլիկ անելով կգնի այդ արժեթղթերը ու կտեսնի արդեն հավելվածում։ Հիմա այդ process-ի մեջ ենք մենք։ Բայց դա դրա թվային լուծումն է, ոչ թվային լուծումը այս պահին է կա, ցանկացած ժամանակ որևէ ինվեստոր այդ դոստուպ, այդ մուտքը շուկաներ ունի բանկի միջոցով։
Մենք տարբեր բաների մասին խոսեցինք, արտարժույթի մասին չխոսեցինք, նաև էդ էլ որպես ներդրումների եւ հնարավոր շահավետ գործարքների այստեղ ինչ ծառայություններ եք առաջարկում։ Նայեք, այս մասով մենք ավելի առաջ ենք, ունենք թվային լուծում ընկերությունների համար, ձեռնարկությունների, որոնք ասենք շատ ինտենսիվ արտարժույթի փոխարկումներ են իրականացնում։ Ու կոչվում է Converse Markets, դա դեսկտոպ է, դա հասանելիություն է աշխարհի 35 արժութային խմբերի, որոնք on-line գնանշվում են այդ հարթակում եւ ցանկացած ընկերություն, ով կպնում է այդ համակարգին, հիմա մենք շատ ունենք, հարյուրավոր ընկերություններ ունենք, որ կպած են, առանց բանկ զանգելու ինքը ուղղակի այդ գործառույթները ինքնուրույն կատարում է, Ավելի լավ կուրսով։ ավելի լավ կուրսով, այո, քան կոպիտ ասած երևում է։ Քան Converse Bank-ն առաջարկում։ Այդ թվում նաեւ Converse Bank-ը, որտեղ Converse Bank-ի առաջարկը ավելի retail կուրս է, բայց եթե ինչ-որ մեկը ավելի մեծ քանակությամբ։ Հա, սա ոնց որ մեծած ախն է, հա, այդպես կոպիտ եթե ասենք։ Այո, որտեղ դա ընկերություններին տրամադրվող product է ու ծառայությունն է, այդ պլատֆորմայի միջոցով կարողանում են հասանելիություն ունենալ ու գործառույթներ կատարել, միանգամից վայրկյանների ընթացքում տեսնել իրենց հաշվին ու ըստ այդմ արդեն տնօրին է փոխանցել կամ չգիտեմ արկեբ տնօրինել։ Լավը այդ product-ի Converse Markets-ի նա է, որ դու ինքդ ես որոշում, որ կետում առնես, ոնց ծախես հարմարա գինը, ֆիքսում ես, հարմար չի սպասում ես, կարող ես պատվեր դնել։ Ասենք, երբ որ գինը հասավ էս order, հա, եւ այս մակարդակին, ապա գնեք կամ վաճառեք։ Էդ էլ է բանկանում դրած թվային տեխնոլոգիական լուծումներ է դրված Converse Markets այդ համակարգում եւ շատ կարեւոր է որ այստեղ սա Forex-ի պես չի, որովհետեւ ինքը մատակարարումներ ունի, բայց գները Forex-ի պես են ձևավորվում ու ակտիվ Պահանջարկ առաջ։ Այո, ու ակտիվ են, այդ գները վարկյանների ընթացքում փոփոխվող են, այնտեղ կան նաև դրամային զույգեր, ասենք դրամ, դոլար, դրամ, եվրո, ռուբլի եւ այլն։ Այդ զույգերը կան դրամային եւ կան էկզոտիկ արժույթներ, հա, օրինակ արաբական միությունների դիրհամ, չինական յուան, հա, որոնք մի քիչ ավելի էկզոտիկ են մեր բանի տեսանկյունից, էլի, շուկայի տեսանկյունից։ Այդ թանկ հաճույք է, այդ Չէ, անվճար հաճույք է, օգտվում են դրանում հիմնականում են կազմակերպությունները, որոնք ինտենսիվ ոնց որ արտարժութային տրեյդինգի մեջ արկա են, էլի, իրանց կարիքը կա այդ ամեն ինչը գնելու եւ վաճառելու եւ ունենալ։ Այդ դեպքում sense հարց, այ մենք ունենք sense վարկյան առ վարկյան sense տասնյակ տարիների ժամանակագրություն, հա, ոնց է փոխվել արտարժույթի, վարկյան առ վարկյան հսկայական դատա։ Այդ եթե տանք AI-ին ու խնդրենք վերլուծել ու կանխատեսումներ անել, նման փորձեր արդեն արվում են, չեն արվում, որքան է դա հեռանկարային իրատեսական։ Նայեք դատաներով պարտադիր չի AI լինի, որ վերլուծություն կատարի, որտեղ ավելի արագ կանի քան մենք։ Արագը կանի, բայց եթե ինքը անի են վիճակագրական մեթոդներով, որոնք հայտնի են, կոպիտ ասած, այն մաթեմատիկական մոդելավորման մեթոդներ, որոնք հայտնի են, ապա հիմա մարդիկ են անում, պետք չի դրա համար AI կիրառել, բայց եթե ինքը ուղակի դատողությունների հիման վրա է անելու, դա ոչինչ այդքան շատ չարժե։ Ավելին ձեզ ասեմ, հենց ուրեմն արտարժույթի տատանումների, հա, փոխարժեքի տատանումների մասով վախենան, որ այն մաթեմատիկական մոդելներն էլ ոչինչ իրենցից չեն ներկայացնում, այն կանխատեսումները, որ արվում է, հա, որովհետև այդ մի քիչ sense վիճակագրությունը ասում է, վիճակագրության մեջ այդպիսի տես տերմին էլ կա, էլի random walk, պատահական մեծություն է, այդ մեծության, ասենք, չգիտեմ, դետերմինանտը, հա, ավելի շատ կախված է իր նախորդ արժեքից, քան ինչ-որ մեկ այլ ուրիշ բաներից։ Դա այդ այսպես ասեմ, արտարժույթի կանխատեսումը այդքան շնորհակալ է, գործ չի։ Համարյա 50-50 հասնող կանխատեսում։ Արդեն այս լավ գծած պլանում է։ Կանխատեսում եք կամ գուցե կարող ենք 99 կամ 95% հավանականությամբ կանխատեսել։ Հա, բայց այդ կանխատեսումը ձեր դուրը չի գա։ Okay։ Օրինակ, եթե ես 99% հավանականությամբ կանխատեսեմ վաղվա դոլարի փոխարժեքի ինտերվալը, ձեր դուրը կգա այդ ամեն ինչ։ Դե ոնց է մեր մոտ։ Եթե մենակ ինքը իմանա, Չէ, ու ես հիմա ասեմ, չէ, այո, ու ես հիմա հրապարակային ասեմ։ Դե այդքան շատ մարդ մեզ չի նայում։ Հիմա կուրսը 389, 390-ա։
99% հավանականությամբ վաղը կլինի 350-ից 450 ինտերվալում։ Դե գրի ես Հենց ինֆորմացիա։ այդպես է կանխատեսումը տեղի ունի։ Առաջինը մեր մոտ եք լսում։ Դե բայց հիմա տենց ultimate հարց է, մարդիկ նայում են դոլարից են խոսում, բա մի հատ հարցնեն այս մարդուն հազիվ հասկացող մարդը ինչ արնելու դոլարը, որովհետև տենց ահագին տուժում է էլի տնտեսությունը դոլարի ցածր կուրսից, արտահանման առումով, կան ինչ-որ պրոյեկցիաներ կամ ինչ-որ թե տենց լրիվ վոլատիլ կախված է պահի ամերիկյան եւ այլն բաներից։ Չէ, շատ բաներից հանգամանքներից է կախված։ Այս պահին մեր կանխատեսումը շատ կարճ ժամանակահատվածի, որ ստաբիլ է, ինքը կայուն է լինելու առաջիկա ամիսներին, եթե կուզեք մինչև տարեվերջ, հա։ Դրամի համար չէ 1-2% ներքև վերև գնալը դրամ դոլարը, մենք դա չենք համարում որ մեծ ստրես է, հա, չգիտեմ 4-ից 8 դրամ վերև կամ 4-ից 8 դրամ ներքև դա մեծ ստրես չէ, որտեղ որպես կանոն արտարժույթները շատ ավելի մեծ տատանողականություն են աշխարհում, որ դուք տեսնեք այլ արտարժույթեր, հա, ասենք եվրոն, ֆունտը, չգիտեմ, յուանյը նույնն է, Լիրան ահագին ընկավ։ հա, տեսնում եք, ել չասեմ զարգացող երկրների արժույթները շատ ավելի մեծ տատանողականություն ունեն ու շատ լավ է, որ մեզ մոտ այդ բանը կայունությունը կա։ Ճիշտ եք ասում, լավ չի այն տեսանկյունից, որ ինչ որ տևական պերիոդ դրամ արժևորվել է, որը ոնց որ արտանողների համար խնդիրներ է, խոչընդոտներ է ստեղծում, որտեղ ըստ էության իրաց արտանոթ հանգանում է արտարժույթի համեմատ։ Այդ լավ չի, բայց այնքանով է լավ ամեն ինչ, որ ինքը կայուն է եւ մեծ ստրեսներ մենք օրինակ նույն Թուրքիայի օրինակով չենք ունենում։ Սա ֆինանսական տեսանկյունից իհարկե կարևոր ցուցանիշ։ Մի հատ ընդհանուր հարց, ով է հիմնական այն target group-ը, հա, ում դիտարկում են պարտատոմսեր, արժեթղթեր, արտադրողները, ովքեր են այդ մարդիկ, հա, դա այթիշնիկն է, դա բանկիրն է հենց, կամ բիզնեսմենն է, ում համար է հիմնականում ստեղծված այս բաները, թե ժառանգություն ստացած մարդիկ նարեկի նման։ Նայեք, մենք երկու կողմին էլ ներդրում կատարող եւ ներդրում կատարելու ինստրումենտ թողարկողի համար էլ ծառայություններ մատուցում ենք։ Ես կուզեմ այս մեսեջը շատ կարեւոր է, էլի, որ հասնի այն ընկերությունները, որոնք պատրաստվում են մտնել կապիտալի շուկաներ, նրանք ըստ էության ներդրում կատարելու գործիքներ արտադրողներ են։ Մենք նրանց էլ ենք օժանդակում, մենք նրանց համար ենք ծառայություններ մատուցում, այդ արժեթղթերը բերում ենք, հասցնում ենք կապիտալի շուկա։ Հենց որ հասավ կապիտալի շուկա այդ արժեթղթերը, հիմա գալիս են ներդրողները, այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել այդ պարտատոմսերում կամ արժեթղթերում ներդրումներ կատարել։ Մենք իրենց էլ ենք ծառայություններ մատուցում, ասեցի, բրոքերեջի տեսքով, բջջային հավելվածով հասանելիության տեսքով, մենք նաև ունենք պարտներ ընկերություն, որը այս պահին արդեն այդ հավելվածի հարցը ըստ էության միասին լուծել ենք եւ շատ հետաքրքիր պրոյեկտ է, դա Սուպերայի պրոյեկտն է, որտեղ մենք թվային հարթակով ըստ էության հասանելիություն ենք տրամադրում լոկալ շուկայում առկա արժեթղթերին։ Այդ արժեթղթերի առկուվաճառքը ըստ էության այդ հարթակի մեջ արդեն առկա է եւ շատ ինտենսիվ, ավելի ճիշտ շատ այտենց արդյունավետ կերպով հնարավոր է առնել, վաճառել եւ այլն, տնօրինել այդ պորտֆելները։ Եվ կոպիտ ասած, ըստ էության մենք առաջարկում ենք ծառայություններ այդ սեգմենտին, ներդրողներին, հա։ Խնդիրը մեր, այո, հանդիպածներն է, ներդրողներին եւ թողարկողներին։ Իսկ դուք զգում եք, որ մարդկանց ձեռը փողը շատացել է։ Ես ինչ եմ հարցնում, որովհետեւ ես զգում եմ այն առումով, որ եթե մեր ժամանակ ուղղակի ուսանողի կտրվածքով, հա, ուսանողի համար, շատ միջին ուսանողի համար, օրը մի հատ խաչապուրի որ առնենք, այդ շատ լավ էր։ Մենք շատ լավ ենք մեզ զգում, 100 թե, չգիտեմ, 80 դրամ այդ խաչապուրին բան էր։ Հա, ու այդ ամբողջ օրը այդ մի խաչապուրի շուրջ էր պատծում։ Հիմա այնտեղ սուրճ, միլքշեյքեր, կապուչինո, բան, այդպես ուսանողների հերթեր են գնելու բաները, որոնք
կենսական անհրաժեշտության չեն, էլի ուղղակի տենց ոնց որ մի քիչ հաբրգել ենք ընդհանուր, էլի տենց հա, չէ, մեկ բանը նուտելա մեջը խառնեք, մի քիչ բան արեք, ու սենց զգում եմ, որ գուցե դա նրանից է, որ ընդհանուր տենց փողը մի տեսակ ձեռները շատացել է միջին խավի մոտ։ Ճիշտ եմ զգում։ Դուք ձեր ուսանողության տարիները 2000-ականների սկիզբ։ արդեն 20 տարի անցել, շատ լավ է, որ մենք այս ընթացքում զարգացել ենք, որովհետև դա զարգացման ցուցանիշ է, հա, զարգացել ենք տնտեսությունը, աճել են եկամուտները, տնային տնտեսությունների, աճել են նաև այդ ուսանողների եկամուտները ըստ էության։ Այո, շատ լավ է, կա այդպիսի բան, մարդկանց եկամուտների աճը հանգեցնում է նրան, որ ձեր ասած պրոդուկտներից ավելի շատ են սկսում օգտվել։ Ու ոչ միայն պրոդուկտներն են, բանը, պրոդուկտների քանակից են օգտվում, այլ նաև բազմազանությունից։ Իսկ արտադրողներն էլ նոր, ուրեմն, բազմազան պրոդուկտներ են հրամցնում այդ մարդկանց։ Դա հարստության, այն որ սկզբից խոսում էինք, այո, հարստության ձևավորման փուլ է, որը մենք արդեն ոնց որ ըստ էության ավելի մի քայլ առաջ են գնաց։ Մեր աղցանների անբաժան մաս է դարել ավոկադոն եւ ռուկոլան։ Դե մի կողմից է լավ, որ առողջ սնունդ են ստանում այդ մարդիկ, իհարկե։ Դե ոչ առողջներ իրարին շնորհակալություն ես, գիտելիքի ես ամեն ինչի համար, լուրջ քաստներ եթերում, նայեք, կրթվեք, սովորեք եւ օգտվեք այս հրաշք գործիքներից։